Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին շրջադարձային ես կարող եմ ասել, որ դրանից մի ամիս առաջ միգուցե անհավատալի ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, եւ մենք անկախությունից ի վեր հնարավորություն ունենք, փաստաթղթավորված գործնական հնարավորություն ունենք ապաշրջափակվելու, լինելու ապաշրջափակված քաղաքականապես, տնտեսապես, ինչու՞ չէ նաև ռազմական առումով։ Եվ այս ուրեմն հայտարարությունը, ինչը որ մենք քննարկում ենք, եւ այն փաստաթղթերը, որը որ ստորագրվել են, այն մասին է, թե ինչպիսին մենք պետք է լինենք որպես պետություն, եւ այն մասին է, թե ինչպիսին ենք մենք դրանից առաջ, ինչպիսին չենք մենք դրանից առաջ։ Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմանները ել ավելի են ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, տնտեսությունը եւ բնականաբար նաեւ իրավակարգերը։ Եվ հենց սրա դեմ են ըստ էության պայքարում տխրահռչակ ուժերը, որոնք ըստ էության այսօր, ինչպես արդեն արձանագրեցինք, պահը օգտագործեցին եւ փախան դահլիճից, որ ներկա չգտնվեն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս փաստաթղթերի վերաբերյալ հայտարարության տեքստի քննարկմանը եւ դրա ընդունմանը։ Այս ուժերը այո պայքարում են ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց նրանք երևի թե չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են։ Սիրելի հայրենակիցներ, մենք պատմական ձեռքբերումներ ունենք եւ ամրացնելու ենք այդ ձեռքբերումները, ամրացնելու ենք խաղաղությունը եւ միասին կառուցելու ենք ազատ ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ժողովրդի պետությունը։ Շնորհակալ եմ։ Հովիկ Աղազարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխոստնակ, հարգելի գործընկերներ, խաղաղությունը լավ բան է, իհարկե։ Եվ ես չգիտեմ աշխարհում որևէ մեկը, որ դեմ լինի խաղաղությանը։ Եվ նույնիսկ Հիտլերը նացիստական Գերմանիայի ղեկավար եղած ժամանակ ձգտում էր խաղաղության։ Ինքը ուզում էր հրեաներին ոչնչացնել, Եվրոպայում 2 միլիոն մարդ կոտորել, բոլշևիկներին ոչնչացնել եւ հաստատել խաղաղություն։ Ուրեմն ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի որևէ ստահակ, որ կարծում է, թե Հայաստանի համար խաղաղության ձգտելը կասկածի ենթարկի մեր պետության կողմից, մեր ժողովրդի կողմից, մեր իշխանության կողմից խաղաղության ձգտելը։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի որևէ ստահակ, որ հակառակն է մտածում, որ հայ ժողովրդի համար եւ հայոց պետականության համար դա շատ կարեւորագույն իրողություն է։ Հիմա Վաշինգտոնյան փաստաթղթերը փաստորեն դրանք շատ կարևոր փաստաթղթեր են, շատ կարևոր այսպես կոչված ստորագրություններ են տեղի ունեցել, բայց դեպքերի այս կամ այն զարգացման դեպքում այո, մենք կարող ենք ունենալ շատ լավ արդյունքներ եւ մենք կարող ենք ունենալ շատ վատ արդյունքներ։ Ես ընդհանուր առմամբ, հիմա պարոն Գոնջարյան, դուք պատասխանեցիք իմ հարցին, բայց բոլոր դեպքերում ոչ միայն ձեր պատասխանից, այլ ընդհանրապես ես երբ որ փնտրում եի պատասխան գտնել այդ հարցին, երբ որ մենք տրամադրում ենք անխոչնդոտ ճանապարհ մեր պետական տարածքի վրա։ Դրա փոխադարձ առավելությունը, օրինակ, եթե մենք ստանայինք նույն բանը Երասխավանից Մեղրի գնալու իմաստով, ես կհասկանայի, որ դա փոխադարձ առավելությունը, հակառակ դեպքում չեմ հասկանում, դրա համար եմ ասում, միգուցե փոխադարձ առավելությունները վերաբերվում են հետագա մեր, այսպես կոչված բանակցություններով ձեռք բերվելիք դրսևորումներին։ Շնորհակալություն։ Էդվարդ Աղաջանյան, հաջորդ ելույթի համար։ Այս պարոն Աղազարյան, փոխադարձությունը հենց դա է։ Փոխադարձություն նշանակում է ինչ որ ստացվում է այնտեղ, նաև ստացվում է Հայաստան այն ձեր նշած ճանապարհի վերաբերյալ։ Իսկ փոխադարձություն դա է նշանակում։ Բառացի գրածա փոխադարձություն։ Համեցեք, պարոն Աղաջյան։
Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղի ունեցավ մի շատ տարօրինակ բան, մենք իհարկե սովոր ենք, որ ընդդիմությունը հաճախ փախչում է այս դահլիճից, բայց այս անգամ դա տեղի ունեցավ ծույլ դպրոցականի դասից փախնելու ինչ-որ ոճով, երբ վերջինս ինչ-որ պատրվակ է փնտրում դասարանից դուրս է գալի ու հետ չի գալիս, սա բառացի տեղի ունեցավ մոտ սրանից մի 20 րոպե առաջ, եւ այս առումով ընդդիմությունը չի դադարում զարմացնել իր ծաղրախաղերով եւ ցնդաբանություններով, իսկ առհասարակ բուն նախագծի էության անդրադառնալով եւ դա կապելով ընդդիմության դահլիճից փախուստի հետ, ես կուզեմ ասել հետեւյալը, եւ այստեղ հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, որևէ չափազանցություն կամ սուբյեկտիվ գնահատական կամ էմոցիոնալ գնահատական ամենևին չկա եւ սա իհարկե զավեշտ է, ես ուզում եմ բոլորս ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքի վրա, որ ըստ էության մեր այսօրվա ընդդիմության ապագան քաղաքական ապագան եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ապագան, պետականության ապագան ունեն իրար հետ բացասական կոռելյացիա։ Այսինքն, այն պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կլինի անկախ ուժեղ պետականությամբ երկիր, այդ պայմաններում այս ընդդիմությունը որևէ քաղաքական ապագա չունի, ինչը նշանակում է, որ այս մարդիկ այդ օմենի սպասող եւ օմենը գուժող քաղաքական ուժ են, վախճանաբանության քարոզող ուժ են եւ այստեղ որևէ սուբյեկտիվ գնահատական չկա, հարգելի գործընկերներ, ես կուզեմ սրա վրա նաեւ մեր ընդդիմությունը ուշադրություն դարձնի, որովհետեւ փաստացի իրենց ապագան միայն հնարավոր է կործանված Հայաստանի Հանրապետության պարագայում, ինչը մենք բնականաբար թույլ չենք տա։ Շնորհակալություն։ Գեգամ Նազարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, տվաղուց հայտնի է։ Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի խաղաղություն է ուզում, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ։ Ես 2 րոպեանոց ելույթում իմ մոտեցումը այս հարցում չեմ կարող շարադրել, բայց ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր շուտ անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց մոտ ներշնչել, որ սա խաղաղություն չի, ես ասեմ, իսկ դուք հեչ եղել եք բանակում երեխա ունեցող ծնող քեռի, հորեղբայր, հորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, զորամոժ մեկ մարդ էին դառնում, երբ որ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ կամ 3 շաբաթով։ Այդ օրերը ինչպես է անցնում այդ ծնողի համար, ինչ է լինում։ Ես չեմ խոսում դեռ պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին։ Ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում ենք դե խաղաղություն է եղել այսքան տարի։ Այդ մարդկանց հոգեվիճակը, առողջությունը, բա ձեր կարծիքով այսքան շատ ուռուցքային հիվանդություններ, սիրտանոթային հիվանդություններ որտեղից են։ Հենց այդտեղից են։ Հիմա անուն եք դնում, ասում եք մի քիչ ոնց որ չենք ուզում, մեզ նվաստացնում այս խաղաղությունը։ Ի՞նչն է նվաստացնում։ Ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում, հենց անմիջապես սահմանում գտնվող գյուղի բնակիչը արդեն տուն է սարքում, մտածում է ֆերմերային տնտեսություն հիմնելու մասին, ինչի մասին եք խոսում։ Մի քանի առաջարկ ունեմ, որ հայտարարությունը ավելի լավ լինի, հիմա կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Պարոն Նազարյան, ընդհանրապես ուզում եմ ասել, հարգելով ձեր առաջարկը եւ ընդհանրապես մասնակցությունը եւ իհարկե համամիտ լինելով ձեր ելույթի հետ, ուզում եմ ասել, որ երկրորդ ընթերցում չի լինելու, զուտ տեխնիկապես հանրությունն էլ որպեսզի իմանա եւ մենք անմիջապես այս մտքերի փոխանակությունից հետո պիտի քվեարկենք, ցավում եմ, որ ավելի շուտ առաջարկները չեք ներկայացրել եւ մենք չենք կարողացել դիտարկել, բայց տեխնիկապես խնդրեմ, կարող եք առաջարկները փոխանցել, բայց հնարավոր չի լինելու տեքստի մեջ
փոփոխություն անել Լուսինե Բաղդարյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Հարգելի փոխոսնակ, սիրելի գործընկերներ, իհարկե մի փոքր դժվար է հոգեբանորեն հավաքվել եւ պարոն Նազարյանի ելույթից հետո ելույթ ունենալ, այն էլ վերլուծելով ընդդիմության վարքագիծը, բայց պիտի փորձեմ։ Ինչի ենք մենք ականատես լինում վերջին շրջանում ամեն օր։ Այսինքն, մարդիկ գնում են եթերներում, մասնավոր զրույցներում, պախարակում են խաղաղության օրակարգը, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, անընդհատ մարդկանց պահում են վախի մթնոլորտում, կասկածներ են գցում մարդկանց սրտերում եւ ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել։ Մենք առաջարկում ենք, տալիս ենք հնարավորություն, սա բացառիկ հնարավորություններ ընդդիմության համար խաղաղության օրակարգը այստեղ քննարկելու, քննադատելու, բայց փոխարենը նրանք այստեղ դա չեն անում, որովհետեւ հեշտ է մեջքի ետևից խոսել, հեշտ է զոհի կարգավիճակում այսպես ներկայանալ ամբողջ աշխարհին, բայց այստեղ քննարկել, բանավիճել, որովհետև վտանգ կա, որ հանկարծ իրենք կարող են իրենց կարծիքը փոխել, բայց թող այստեղ գային եւ ասեին օգոստոսի 8-ից հրաժարվեք, նոյեմբերի 9-ը բերեք մեջտեղ, ինչպես որ ամեն օր անում է մեր ընդդիմությունը եթերներում։ Բայց դրա փոխարեն ինչ է արել ընդդիմությունը, գնացել է եւ հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, որ այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում իրավական, քաղաքական Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին եւ վերջում ասում է, որ սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Սա ինձ բժշկական տերմիններով ասեմ, հիշեցնում է, չգիտեմ լսել եք թե չէ, Մյունհաուզենի համախտանիշ, սինդրոմ Մյունհաուզեն։ Հիմա ասեմ ինչ է դա, ալեգորիկ կերպով։ Մյունհաուզենի համախտանիշը կամ արհեստական կեղծ խանգարումը, սիմուլյացիոն խանգարում է, որի ժամանակ մարդը ձևացնում է, չափազանցնում է կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, կներեք ավարտում եմ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության։ Այսպիսի սիմուլյացիոն դրսևորման պատճառը ամբողջովին բացահայտված չէ, բայց կարծում եմ, որ ուշադրության կարիք կա, որը չի բավարարում եւ դրա համար մարդիկ անդադ փորձում են հիվանդ ձևանալ կամ հիվանդ լինեն իրենց երեխաները, հարազատները, որ բուժվեն։ Եվ հետաքրքիր մի դրվագով եզրափակեմ Մյունհաուզենի համախտանիշով հիվանդների մասին, որպես կանոն, իրենք հերքում են իրենց ախտանիշների արհեստականությունը, նույնիսկ եթե նրանց ներկայացնում է սիմուլյացիաների ապացույցներ եւ սովորաբար երբ որ այդ ուշադրությունը, որը պահանջում են իրենց չես տալի կամ չես ասում, որ այո դու հիվանդ ես խեղճ մարդ, նրանք դառնում են ագրեսիվ, բռնկուն եւ անընդհատ հարուցում են վեճեր։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Քրիստինե Պողոսյան հաջորդ ելույթի համար համեցեք ընտրում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իմ պատկերացմամբ պետությունները զարգացման երկու ճանապարհ ունեն, նույնիսկ այստեղ իմ կարծիքով երրորդ ճանապարհ գոյություն չունի։ Նրանք հարստանալու, մեծանալու, ուժեղանալու երկու ճանապարհ ունեն։ Առաջինը հումանիստական, մարդկային, դա խաղաղություն, հարևանների, այլ գործընկերների հետ հարաբերություններ, փոխգործակցություն, առևտուր, աճել, հարստանալ։ Եվ երկրորդը հակամարտկային, պատերազմներ, ավերություններ, անմեղ մարդկանց կյանքերից զոհել եւ դրա հաշվին հարստանալ եւ մեծանալ։ Իմ խորին համոզմամբ ցանկացած քաղաքական ուժ ես պահանջում եմ, որ մինչև 26 թվականը հստակ դիրքորոշում հայտնի եւ ասի իր պետության քաղաքացիներին, ինքը այս երկու ճանապարհից որն է ընտրում եւ որով է պատրաստվում տանել այդ երկրի քաղաքացիներին։ Նրանք պարտավոր են, ես պահանջում եմ, պարտավոր են դա անել, որովհետեւ ամեն երկրի ժողովուրդ պիտի իմանա այդ քաղաքական ուժը, ում ինքը պատրաստվում է ընտրել, ինչ ճանապարհով է իրեն տանելու։ Եվ այս մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր գործընկերներից բարբերաբար լսում եմ այդ արտահայտությունը, մի տեսակ հոխորտանքով, ոնց թե դուք ուզում եք թշնամիների հետ խաղաղություն կնքել, ուրեմն մի շատ վատ, ցավոք վատ լուր ունեմ գործընկերների համար, խաղաղությունը կնքում են միայն թշնամիների հետ, բարեկամների հետ խաղաղություն կնքելու կարիք չկա։ Շնորհակալություն։ Լիլիթ Մինասյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ,
Մինչև օգոստոսի 8-ը եւ նաեւ օգոստոսի 11-ին, երբ խաղաղության պայմանագիրը արդեն հրապարակվեց, ընդդիմության ամենակարևոր թեզը հանձնում են, տալիս են, Սյունիքը տվեցին, Միջանցքը տվեցին, այս թեզերի շուրջ է շրջանակում։ Հրապարակվեցին տեքստը, մի պաթոսախեղտ արտահայտություն հորինեցին, նվաստացնում է մեր արժանապատվությունը, այդ պաթոսախեղտ հայտարարությունը դրեցին խաղաղության պայմանագրի եւ նաեւ հռչակագրերի գլխին եւ սկսեցին բոլոր եթերներով նվաստացնում է մեր արժանապատվությունը։ Բանական հարց ենք տալիս։ Պայմանագրի մեջ նշեք 1 կետ, հռչակագրի մեջ նշեք 1 կետ, մի դրույթ, մի բառ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Գնացին մանեկան, բերում են 3 կետ, որոնք չկան այդ պայմանագրում։ Գերիների վերադարձ, Արցախահայության իրավունքների վերադարձի իրավունք, ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Բնականաբար այս կետերի շուրջ երկար կարող ենք խոսել, որոնք չկան պայմանագրում, ասում ենք, բերեք պայմանագրում կամ հռչակագրում 1 կետ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Չեն կարողանում բացատրել։ Մեկ թեզ են նաև տարածում, ով է դեմ խաղաղությանը, մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը, մենք էլ ենք ուզում խաղաղություն, մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում։ Ես ուզում եմ մտովի մի 5 տարի առաջ գնաք, խաղաղությունը իմիջիալոց բարեդրացական հարաբերությունների հաստատումն է հարևանների հետ։ Մի հոգի կարող էր հայ հասարակության մեջ պատերազմից առաջ խոսել բարեդրացական հարաբերությունների մասին։ Մի հոգի ամբողջ ներքաղաքական դիսկուրսը, ամբողջ հասարակական խոսույթը տարածվում էր միայն թշնամանքի մասին։ Ինչի մասին է սա, որտեվ դուք կոնֆլիկտածին եք, դուք ողբերգության ծնունդն եք եւ ցավոք սրտի ձեր համար դուք կոնֆլիկտի ավարտից հետո մեռնելու եք քաղաքականապես։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ամենախոսուն փաստը, որ այս փաստաթուղթը մենք քննարկում ենք եւ բացակայում է ընդդիմությունը, սա հենց ապացուցում է այն իրականության մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այլապես ընդդիմություն, որը ձգտում է իշխանության, բայց չի մասնակցում եւ չի ապացուցում, չի հիմնավորում իր ճշմարտացիությունը, դա հենց ապացուցում է այդ գաղափարի դատարկությունը։ Այլևս դատարկ է, դահլիճ է, որովհետև չկա այն համարժեք փաստարկը, որ ներկայացնում է իշխանությունը։ Ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրում մենք մեր երազանքի, մեր տեսիլքի, հայրենիքի խաղաղությունն ենք կերտում։ Ընդդիմությունը փորձում է սերմանել ժողովրդի մեջ, որ դա կեղծ է եւ ոչ մի խաղաղություն չի լինելու։ Եվ որպես ապացույց բացակայում է այդ թեզի քննարկման առիթից։ Այսինքն բոլոր տրամաբանություններով պետք է ընդդիմությունը այսօր ապացուցեր, որ այո, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը իրականություն չի։ Բայց իրենց բացակայությունը ապացուցում է իրենց փաստարկների բացակայության մասին։ Սա շատ խոսուն փաստ է։ Եվ հիմա մենք, որ մեր ժողովրդի հավաքական իմաստնությամբ այս համաձայնագրին նաև ազգային ժողովի հաստատման խնդիրն ենք դրել, սրա նպատակը հենց այն է, որ դա մեր ժողովրդի իղձերի փաստաթուղթն է։ Մենք այո ցանկանում ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստան պետությունը այլևս ապրի հավերժ խաղաղության մեջ։ Արդյոք սա հեշտ խնդիր է, իհարկե բարդագույն, դժվարագույն խնդիր է եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, ինչքան որ մեր բոլոր ջանքերը կբավարարեն։ Եվ այստեղ մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին այո հաղթահարենք այս բոլոր արգելքները եւ այս հայտարարության մեկ անգամ եւս վերահաստատենք մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիգրան Պարսինյան, հաջորդ ելույթի համար հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ անմիջապես մտքերի փոխանակությունից հետո կհետևի եզրափակիչ ելույթը եւ քվեարկություն, խնդրում եմ շենքը չլքել եւ հնարավորինս վերադառնալ դահլիճ։ Համեցեք։ Իրականում մեր ընդդիմությունը կեղծա նույնիսկ իր ցանկությունները արտահայտելու մեջ, որովհետև երբ որ ասում ես ով չի ուզում խաղաղություն, հետո գնում դրոշ ես վառում, դա ինձ հիշացնում է այն արտահայտությունը, որ ես դեմ եմ բռնությանը, որ բռնություն եմ տենում, ուզում եմ տեմ սենց տամ բերնին։ Հասկանում եք, այս մարդկանց բրենդը իրականում մի հատ
X պահից դարել է քինախնդրությունը, դրոշ վառելը ու չի կարա, չէ իրանց գոյությունը ընդհանրապես դառնում է իջիկ, հենց դրա համար էլ հիմա իրանք իրանց ոնց են պահում, բոլոր երիտասարդ եղել ենք կհիշենք կռիվների ժամանակ կային մարդիկ, որոնք տենց այդ թեժ կետից հեռանում էին ու հեռվից սկսում էին հայհոյել, գորգորալ, բայց անպայման պահում էին այդ անվտանգ տարածությունը, որպեսզի հանկարծ որևիցե վտանգի դեպքում կարողանան ճողոպրել։ Հիմա իրանց արածն է սա, որովհետև իրանց ձևակերպման բացասական իմաստով ճակատագրական, իսկ մեր ձևակերպման դրական իմաստով ճակատագրական բանա քննարկում եւ ստեղ չկա այդ մտքերի բախումը, որովհետև իրանք արդեն ձևակերպել են, որ պետությունը իրանց հետ ինչ կապ ունի։ Դե եթե պետությունը իրանց հետ ինչ կապ ունի, իհարկե ճակատագրական պահերին էլ իրանք պիտի հերվից հայտարարություններով տենց փորձեն ինչ-որ բան անեն, բայց ես ինչ էի ուզում ասեի, ինչքան էլ իրանք սենց բաներ անեն, մենք այսօրվա կարևորությունը պետքա չմոռանանք, եւ այո, ես ուզում եմ փաստել, որ սա իմ երազանքներից մեկն էր, որ այս ամբիոնից մենք մի օր կխոսանք ոչ թե սպասվելիք, այլև հաստատված խաղաղության մասին, եւ ես ուզում եմ նաեւ հատուկ շեշտել, որ մեր հայտարարության վերջի կետը այդ գիտեք ինչի է նման, երբ որ խաղաղություն, նոր ստեղծված խաղաղությունը երեխայի պես բան է, երբ որ ծնվում է, ինքը խոցելի է, իրան պետքա փաղաքշել, ու կամ բժշկական ցուցումներ, զգուշավորություն, որ այդ երեխան ավելի ամրապնդվի առողջությամբ ու ավելի առողջ մեծանա։ Այ մեր 4-րդ կետում գրվածը բոլորին է վերաբերվում։ Հարգելիներս, այդեն ցուցումներն են բժշկական, որ պետք են խոցելի խաղաղությունը, որովհետև կան եւ ներքին հարձակումներ եւ կլինեն արտաքին հարձակումները, դեռ խոցելի երեխայի նկատմամբ պետք է հստակ պահել այս ցուցումները։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան, հաջորդելույթի համար համեցեք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Աներկբա է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նորեջ են բացում Հայաստանի կայուն զարգացման ու անվտանգության համար։ Խաղաղություն եւ զարգացում։ Կարգախոս հիշեցնող այս արտահայտությունը ներկայացնում է փոխպայմանավորված գործընթաց։ Քանզի անցյալ տասնամյակների փորձը ցույց է տվել, որ առանց խաղաղության հնարավոր չէ ամբողջությամբ իրացնել սեփական պոտենցիալը եւ ապահովել կայուն եւ երկարաժամկետ զարգացում։ Սա այլևս աքսիոմետրիկ ճշմարտություն է։ Ինչպես նախկինում այս ամբիոնից առիթ եմ ունեցել նշել, խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ։ Կոնկրետ շրջանակներ իրենց արտաքին հովանավորներով լցված են խաղաղության այս գործընթացը վիժեցնելու եւ հետեւաբար Հայաստանի զարգացման հեռանկարները կասեցնելու գործին։ Պատահական չէ խաղաղության դեմ այս մարդկանց թշնամական վերաբերմունքները։ Տասնամյակ շարունակ շրջափակման մեջ գտնվել է։ Մշտական պատերազմական իրավիճակը նրանց համար իշխանությունը բռնազավթելու եւ ընտանեկան բիզնեսը զարգացնելու հիմնական միջոց են եղել։ Մոնոպոլիզացնելով տնտեսությունը եւ դարձնելով բացառապես կլանի մենաշնորհ եւ դրա վկայությունն է այս պահին այդ մարդկանց միլիարդավոր ապօրինի գույքն ու կապիտալը։ Մոնոպոլիզացվել է նաեւ քաղաքականությունը եւ ի վերջո ուզուրպացվել է նաեւ իշխանությունը քաղաքական։ Ուստի ակնհայտ է, որ վերջնական խաղաղությունը, ապա շրջափակումը, կոմունիկացիաների բացումը եւ արդյունքում Հայաստանի տնտեսական սրընթաց վերելքը այս շրջանակների համար նշանակում է կոշտ քաղաքական վայրեջք եւ վերջնական ջախջախում։ Սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը լոկ բառ չէ, որ կրկնում ենք։ Այն նոր միջավայր է, նոր հնարավորություն, նոր սոցիալ հոգեբանություն, որին պետք է ադապտացվի ամեն ինչ, անհատ հասարակություն, պետություն մակարդակներում։ Եվ այս համատեքստում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջ է քաշում նոր եւ հավակնոտ օրակարգ, 3 փոխկապակցված եւ փոխլրացնող բաղադրիչներով։ Խաղաղության օրակարգ, իրական Հայաստանի գաղափարախոսություն եւ արդյունքում 4-րդ հանրապետություն։ Այս ամենի շնորհիվ է կառուցվելու Հայաստանի եւ նրա քաղաքացիների զարգացման հեռանկարները, անվտանգությունը եւ երջանկությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Սարգիս Խանդանյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ընդունված է ասել, որ խաղաղությունը իրադարձություն չէ, խաղաղությունը գործընթաց է։ Օգոստոսի 8-ը այդ գործընթացի անկյունակարային իրադարձություններից մեկն էր։ Անկյունակարային, որովհետև դա կարևոր հանգրվան էր բանակցությունների համար եւ նաեւ մեկնարկային կետ խաղաղության գործընթացի հետագա փուլերի համար։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական մարմինը ըստ արժանվույն գնահատում է այդ իրադարձությունը եւ նաեւ կարծում եմ այս ամբիոնից կարևոր է ըստ արժանվույն գնահատել նաեւ այն մարդկանց, որոնք բանակցել
Հայաստանի Հանրապետության անունից բանակցել եւ հասել են այս կարևոր հանգրվանին։ Մեր խնդիրն հիմա եւ նպատակը այդ գործընթացում այսպիսի իրադարձությունները շատացնելն է եւ հասցնել մի այնպիսի հանգրվանի, որ խաղաղության փաստը անշրջելի լինի, որովհետեւ որքան խաղաղության գործընթացը թափ է առնում, այնքան հայտնի ուժերը եւ նրանց լոկալ ներկայացուցիչները իդեմս մեր ընդդիմության փորձում են շրջադարձ կատարել, ստիպել շրջադարձ կատարել այդ ուղուց, խաղաղության գործընթացի այդ ուղուց։ Եվ որքան այդ գործընթացը թափ առնի եւ որքան իրադարձությունները շատանան, այնքան մեր ընդդիմությունը ավելի երկար ընդմիջումներ է վերցնելու քաղաքականությունից 20 րոպեանոց ընդմիջումները դառնալու են 20-օրյա ընդմիջումներ, 20 ամսյա ընդմիջումներ եւ վերջում մի հավերժական ընդմիջում է վերցնելու այս ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության հանրային քաղաքական կյանքից, որովհետեւ այս ընդդիմության քաղաքական գոյության սնուցող միակ նյութը դա կոնֆլիկտն է, հակամարտությունն է եւ այս process-ը անշրջելիորեն եւ վերջնականապես կտրելու է այդ պորտալարը քաղաքական դաշտից։ Շնորհակալություն, Խաչատուր Սուփիասյան, համեցեք։ Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունը այլ մոլորակայինն է լինեն, որտեղ աշխարհում այնպիսի ընթացք կա, լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում երկրների խնդիրները որոնք են, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար, տնտեսական խնդիրներ, այս ամեն ինչը չհասկանալով խաղաղությունը ինչ է, խաղաղությունը ամեն ինչի հիմքն է, խաղաղությունը նրա համար է, որպեսզի դու կարողանաս քո երկրում բարեկեցություն ապահովես, կարողանաս քո հասարակությանը արժանի կենցաղ ապահովես, արժանի կյանք ապահովես։ Հիմա մեզանից ինչ են ուզում։ Այդ երբ են այդ կուսակցությունները կարևորվել։ Կարևորվել են այն ժամանակ, երբ որ Հայաստանում վիճակը ծանր է եղել, մինչև անգամ սնունդ չի եղել, ավելի են կարևորվել, երբ որ պատերազմ է եղել, ավելի են կարևորվել, զբաղված են եղել անօրինական գործունեությամբ, անօրինական ինչ-որ հարցեր լուծելով։ Ես ուզում եմ ասել, որ մեր ընդդիմությունը այդ ուրիշ քաղաքացիների, որոնք որ մոլորված են կամ չգիտեմ ինչ-որ քարոզներ են անում, ես ուզում եմ դիմեմ մեր այդ քաղաքացիներին նույնպես խնդրեմ ասեմ Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու միշտ բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու, բոլոր մեր կառույցները, ուղղակի ժամանակը չի բավականացնում, 7 տարին քիչ է եղել, եւ ես կոչ եմ անում ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկի մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելով գնում ենք, եթե ուզում եք եկեք մեզ միացեք, դուք էլ խորհուրդներ տվեք, դուք էլ մաս կազմեք ու այդ քաղաքացիները եթե խնդիր ունեն, թող մեր քաղաքական միավորից հարցնեն, թե մենք ուր ենք գնում, ինչ ձևով ենք մեր փոխհարաբերությունները ստեղծում։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն, Ալփինե Դավոյան, հաջորդ ելույթի համար։ Հարգելի գործընկերներ, մենք 10 րոպե հետո ունենալու ենք քվեարկություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր քննարկում ենք մեծ հաշվով խաղաղության օրակարգը, որը շատ ու շատ գործընկերների համար խնդիր է։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերել, ես ուզում եմ բերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի օրինակը եւ երկու մեջբերում եմ ուզում անել։ 1946 թվականին, երբ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ խոսում էին եւ հանցազրույցներ եւ ցուցմունքներ էին վերցնում, Գերման Գյորինգը նման մի արտահայտություն էր արել։ Ասում էր, որ պատերազմի ժամանակ, պատերազմ ուզելու համար պետք է միայն ասել, որ քեզ վրա հարձակվում են եւ միաժամանակ խաղաղության կողմնակիցներին հայրենասիրության պակասի մեջ մեղադրել։
Եվ հետո պնդել, որ խաղաղասերները վտանգում են երկիրը։ Հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նույն բանը մեր ընդդիմադիրները անընդհատ մեզ մեղադրում են, որ մենք հայրենասեր չենք, մենք հայրենասիրության պակաս ունենք եւ մեր երկիրը վտանգում ենք։ Եվ ինչ էր ասում Գերմանիայի վերածնունդը ապահոված նրանց նախագահ Ադենաուերը։ Ինքն ասում էր, մենք ճանապարհ դեպի լավ ապագա կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ հաղթահարենք անցյալը։ Հիմա մեր գործընկերները մնացել են անցյալի ճիրաններում, որևէ կերպ չեն ուզում հաղթահարել անցյալը եւ այնտեղ իրենց շատ լավ են զգում, որովհետեւ անցյալում կարող են ամբողջ աշխարհին մեղադրել, խղճահարություն ակնացնել, դրոշ վառել եւ իրենց դրոշ վառելու քաղաքականությամբ, այս խղճահարություն ակնացնելու քաղաքականությամբ անընդհատ տոտպեդահարել խաղաղության օրակարգը։ Ընդհանրապես մենք պիտի ֆիքսենք, որ այս մարդիկ մեր ընդդիմադիրները չունեն ներկա եւ չունեն ապագա։ Շարունակում են ապրել անցյալում, իսկ մեր օրակարգը այսօր եւ հիմա խաղաղության օրակարգն է, ավարտնում եմ, որը նրանց հաճո չէ, որը նրանց գործունեությանը խանգարում է եւ որը ընդհանրապես նրանց գոյությանը խանգարում է։ Շնորհակալություն։ Էմմա Պալյան հաջորդելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք այլևս այլ իրականության մեջ, եթե կար ժամանակ, որ մենք խոսում էինք, որ գալու է այնպիսի ժամանակ, որ ապրենք խաղաղ պայմաններում, ապա այսօր վստահորեն կարող ենք ասել, որ այդ օրը եկել է եւ մենք այո ապրում ենք խաղաղ Հայաստանում։ Դե բնականաբար սա ձեռնտու չէ մեր աջ կողմում նստած, իսկ այս պահին դալիճից փախուստի դիմաց ընդդիմությանը եւ բնականաբար ասելիք չունենալով որոշեցին ընդմիջում վերցնել եւ փախչել ազգային ժողովից։ Չեմ բացառում նաեւ, որ հաղորդագրություն կամ զանգ ստացան մեզ բռնապետության մեջ մեղադրող, բայց սեփական բռնապետ առաջնորդ ունեցող մեր գործընկերները զանգ ստանալուց հետո շատ արագ տեմպերով հեռացան։ Մենք օրեր շարունակ խոսում ենք Գյումրու համայնքապետի արտահայտած մտքերից, բայց մի բան մոռանում ենք, որ այդ մարդը ընդամենը մեր ունեցած, ինչպես երեք վարչապետը նշեց, գանձերի հավաքական կերպարն է։ Եվ բոլորի երազանքը, այո, ստրուկ լինելն է, հպատակ լինելն է եւ միութենական կազմի մեջ հայտնվելն է։ Ես ուզում եմ մեր սիրելի քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպիսի այս մարդկանց համապատասխան պահի տան արժանի գնահատական եւ վերջնականապես անվերադարձ սրանց ուղարկել քաղաքական աղբանոց։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպիսի մենք այսօր հպարտորեն կանգնենք եւ բոլորս միասին արձանագրենք, որ այլևս ապրում ենք խաղաղ Հայաստանում եւ արդեն մոտ 2 տարի սահմանին չունենք զոհեր, վիրավորներ եւ միջադեպեր։ Շնորհակալ եմ։ Մարինա Ղազարյան, համեցեք դեպի Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հնարավոր է կրկնվեմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ կրկնությունը գիտության մայրն է։ Օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո Հայաստանում խաղաղության հաստատման ուղղությամբ սկսվեց այո նոր փուլ։ Այսինքն, մեր իշխանության ուղերձը ժողովրդին այն մասին է, որ խաղաղության օրակարգը դարձել է առաջնահերթություն։ Կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը պետք է ապահովեն ոչ թե պատերազմի միջոցով, այլ երկարատև խաղաղության միջոցով։ Օգոստոսի 8-ից հետո խաղաղության հաստատման սկիզբը Հայաստանում ընկալվում է որպես նոր քաղաքական եւ հասարակական էջի բացում։
Հայաստանում ձեռնարկվել են կոնկրետ քայլեր խաղաղության հաստատման համար։ Օրինակ, բանակցային գործընթացի ակտիվացում, միջազգային աջակցություն, տնտեսական ծրագրերի խաղաղության ամրապնդման համար, հասարակական միջավայրում խաղաղության գաղափարների շուրջ լայն քննարկումներ։ Այսինքն, օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո խաղաղության հաստատման գործընթացը ստացավ գործնական ընթացք։ Այն անցավ քննարկման փուլից դեպի համակարգված քայլեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արման Եղոյան, դահլիճում չի, ես վարողի կարգով ելույթ կունենամ։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի, Վրաստանի մեր հարևանների հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ, բոլորովին վերջերս Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ մենք անկախությունից ի վեր ունեինք դիվանագիտական հարաբերություններ, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ եւ անխուսափելիորեն այս խաղաղության process-ը կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման եւ խաղաղության հաստատման, երկարատև կենսունակ խաղաղության, սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ։ Ես ընդհանրապես նշեցի զարգացումների մի փոքր մասը, բայց խաղաղության այս ճանապարհը ապահովելու է նաև գործարարների համար, քաղաքացիների համար կենսունակ միջավայրը, արդեն իսկ ապահովում է եւ ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ եկեք պահենք, փայփայենք այն ինչ որ մենք ունենք եւ մեր բոլոր նաև աշխարհասփյուր հայությանը ես կոչ եմ անում ձեռներեցներին, քաղաքացիներին մեր հանրապետության գալ Հայաստան եւ իրենց գործունեությամբ ամրապնդել այն խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունների զարգացումը, որը այս պահին մենք կառուցում ենք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանին, նաև խնդրում եմ ժամանակը ավելացնել եզրափակիչ ելույթի համար եւ այսպեսով հարցի քննարկումը, որպեսզի ավարտենք, անցնենք քվեարկությանը։ Խնդրեմ, պարոն Գոնջորյան։ Շնորհակալություն, պարոն Աշակյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ արձանագրել, որ հենց այսօրվա մեր քննարկման համատեքստում խաղաղության հաստատված խաղաղության ամրապնդման հերթական քայլերից մեկը այսօր եղել է եւ տեղի է ունեցել քիչ առաջ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ համաժողովի ընթացքում, որտեղ որ հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, եւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ տարածված հաղորդագրության վրա, հատկապես հաղորդագրության հետեւյալ հատվածի վրա։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Կրկնում եմ, Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը
Այսինքն, հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը արձանագրում են հանդիպման արդյունքում, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի մեկ եւ միայն մեկ նախագիծ, դա TRIP նախագիծն է, այս կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ Ես հիմա ուզում եմ ուղղակի ասեմ, որ լավ կանի մեր ընդդիմությունը, այդ Միջանցքի գաղափարը ասենց վերցնի, ծալի եւ ուտի։ Դուք ինչ մտածեցիք, ժողովուրդ ջան։ Ուտի։ Որովհետեւ ուրիշ բան հնարավոր չի պարզապես, ժողովուրդ ջան, հերթը, այսինքն շատ կոնկրետ, այն մեր քննարկմանը եւ այդ ընթացքում, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ արձանագրել են, որ Հայաստանի տարածքում կա TRIP, ուրա ընդդիմությունը չկա, վախճանված է, որովհետեւ ընդդիմությունը հենց խաղաղություն բառը լսում է, ճողոպրում է։ Ու ես ուզում եմ մի բան ֆիքսենք, ժողովուրդ։ Այս մարդիկ երկիր են կառավարել մի քանի տասնամյակ։ Այս մարդիկ իրանց բոլոր դաշտերը կռվի լքել են, բոլոր խրամատներից լքել փախել են։ Դուք մեկ պատկերացրեք էլի խորհրդանական օրինակ դիվանագիտության մեջ ամեն անգամ այս մարդիկ գնացել են 20 տարի։ Ասենք ինչ որ ելույթ են ունեցել, մտել են դալիճ, ելույթ են ունեցել ու փախել են։ Ու իրանց վեճը չի եղել միջազգային հանրությունը, ինչ խոսած իրանց հետևից, աշխարհն ինչ ասեց։ Իրանք եկել են, ելույթ ունեցել են, փախել են, դա տեղադրել են հերթացույցով Հայաստանում, ժողովրդին համոզել են, որ всё աշխարհը մերն է։ Աշխարհը մերն է, ժողովուրդ ջան, հեսա սաղ չոքելու են մեր դիմացը, մենք հզոր ենք եւ այլն ու բայց իրանք չեն եղել, ոնց որ հիմա չկան, գոյություն չունեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է խաղաղության շահառուն։ Խաղաղության շահառուն Հայաստանի քաղաքացին է։ Պատերազմի շահառուն ընդդիմությունն է։ Դրա համար որտեղ որ կա խաղաղություն, չկա ընդդիմություն։ Որտեղ որ կա պատերազմ, ընդդիմությունը ձեռները սենց բանը շփելով գալիս է, որ տենա մեջը ինչ կարա աշխատի։ Եվ ընդդիմությունը նաև որ մեզ մեղադրում է, ասում է դիվանագիտությունը, դուք այսպես այնպես, ես ուզում եմ նաև այսօրվա համատեքստում այդ ուղղակի վիճակագրություն ասել։ Միայն 2021 թվականի 25 թվականի հունվարից սկսած մինչև այսօր ներառյալ Հայաստանի Հանրապետության վարչապետը 21 միջազգային այց է ունեցել։ Եվ այդ այցերի աշխարհագրությունը միայն, որ մենք նշում ենք, Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Մոսկվա, Բրյուսել, Փարիզ, Աբու Դաբի, Ստրասբուրգ, եւ այլն, այսինքն 21 միջազգային այց եւ որտեղ որ Հայաստանը իրականացնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, որ Հայաստանը այլևս սեղանի վրա դրված չի, Հայաստանը սեղանի շուրջ է եւ Հայաստանին հարգում են։ Եվ Հայաստանը առաջ է մղում սեփական պետական շահը, եւ այդ ճանապարհին իհարկե մենք լսում ենք ընդդիմության հոգեվարքի ձայները եւ բնականաբար այս իրենց դատար կաթոռները լավագույնս ապացուցում են ուրեմն իրենց քաղաքական գոյության, իսկ ավելի ճիշտ գոյության բացակայությունը։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ։ Շնորհակալություն նաեւ ձեզ, պարոն